Բարի երեկո, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Շարունակում եմ կարդալ պետականաշինության ուղեցույց կամ պետության նախագիծ, մեր աշխատությունը, այսպես ասած, հիմնադիրների կողմից առաջարկված։ Այսօր կկարդանք գլուխ 5-րդ, որը վերնագրված է Անտոմս ուղևորի խնդիր։ Վերջին օրերին շատ խառը լինելով ամենատարբեր գործընթացներով, մասնավորապես կուսակցության համագումար, բոլորին դեմ եմ նախաձեռնության հետ միացում, համագործակցություն, հանդիպումներ, այս կարևորագույն հարցը, թեև փոքրաթիվ մարդիկ են սրանով առանձնակի հետաքրքրվում, բայց այս կարևոր հարցը կարծես թե անտեսվել էր, ես ուզում եմ անպայման շարունակեմ այս ընթերցումները, որպեսզի ովքեր, որ այսպես ասած հավես չունեն կարդալու, գոնե ավտոմեքենայի մեջ կամ չգիտեմ ճանապարհին ականջակալներով կմիացնեն ու կլսեն, կկարդամ փոքրիկ մեկնաբանություններով առանց էականորեն տեքստից շեղվելու եւ այս գլուխը փոքր գլուխ է։ Այսպիսով Անտոմս ուղևորի խնդիրը, առանց Տոմսի ուղևորի խնդիրը, անգլերեն կոչվում է free rider problem, free rider-ը, այսինքն ձրի մուֆտա երթևեկողն է, այսպես ասած, ուղևորն է, մի խոսքով Անտոմս ուղևորի խնդիրը։ Լայնածավալ համախմբման կողմնակի, կներեք, հիշեցնեմ, որ մենք երկրորդ գլուխը կարդալուց ներկայացրել ենք համախմբում եւ համակարգումը, այնուհետև քննարկել ենք սոցիալական կապիտալ ցեղից դեպի պետություն անցումը, այնուհետև քննարկել ենք համախմբմանը, կազմակերպմանը անխուսափելիորեն ուրեմն ուղեկցող օլիգարխիայի երկաթե օրենքը Միխելսի եւ օլիգարխիայի երկաթե օրենքից հետո գալիս ենք Անտոմս ուղևորի խնդրին։ Սրանք հատ առ հատ այն բոլոր խնդիրներն են, որ մենք ունենք պետականորեն կազմակերպվելու ճանապարհին, որպես ազգ, որպես ժողովուրդ, չգիտեմ ինչպես կուզեք ասեք։ Լայնածավալ համախմբման կողմնակի եւ անցանկալի ազդեցություններից է ոչ միայն օլիգարխիայի ձևավորման միտումը, այլև հասարակական անտարբերությունը, հանրային օտարացումը եւ քաղաքացիական ապաթիան։ Փոքր խմբերում որոշումների կայացման մեջ առկա է մեծ մասնակցայնություն եւ ներառականություն։ Որքան խումբը մեծանում է, այնքան յուրաքանչյուր անհատի ներդրման մասնաբաժինը որոշումների կայացման հարցում փոքրանում է եւ տեղի է ունենում պատասխանատվության դիֆուզիա, տարալուծում։ Հանրային կարևորության որոշումների համար յուրաքանչյուրն իրեն պատասխանատու է զգում անverջ փոքր չափով, եթե մեծ խմբի մասին է խոսքը, եթե միլիոնանոց համախմբման մասին է խոսքը, եթե պետության մասին է խոսքը կամ 100 հազարանոց քաղաքի կամ միլիոնանոց քաղաքի մասին է խոսքը, ապա որքան խումբը մեծանում է, այնքան յուրաքանչյուր անհատի ներդրման մասնաբաժինը որոշումների կայացման հարցում փոքրանում է եւ տեղի է ունենում պատասխանատվության դիֆուզիա։ Հանրային կարևորության որոշումների համար յուրաքանչյուրն իրեն պատասխանատու է զգում անverջ փոքր չափով, ինչը ձգտում է սոցիալական եւ քաղաքական անպատասխանատվության։ Բացի այդ, կառավարող ինստիտուտի ձևավորումով որոշումները եւ դրանց իրագործումը պատվիրակվում են հատուկ անհատների եւ համախմբման յուրաքանչյուր մասնակից, ով զբաղվում է այլ աշխատանքով, այլևս չի կարևորում իր մասնակցությունը կառավարման գործում ծախս արդյունավետությունից ելնելով կամ համակարգի բևեռացվածությունից հիասթափվելով։ Քաղաքացին չի մասնակցում կառավարմանը ոչ միայն այն պատճառով, որ իր ձայնը ոչինչ չի նշանակում կամ ոչինչ չի որոշում, այլ այն պատճառով, որ տեղեկացված լինելու եւ որոշումներին մասնակցելու ծախսերը, ժամանակ, էներգիա ավելի մեծ են, քան դրանից ստացվող օգուտը։ Այնինչ պատվիրակներին հանրությունը տալիս է խիստ որոշակի սահմանափակ լիազորություններ, իսկ որոշումների կայացման եւ դրանց իրագործման մնացած բեռը այս կամ այն չափով մնում է հասարակության ուսերին։
Այսինքն մարդիկ մտածում են, որ կան այնտեղ պատվիրակներ, քաղաքական գործիչներ, падգամավորներ, կառավարություն եւ այլն, ովքեր այդ գործը դե կանեն էլի։ Բայց այդ մարդիկ, որոնք այդ գործը կանեն էլի, ունեն խիստ որոշակի լիազորություններ։ Նրանք ամեն ինչ չի, որ իրավունք ունեն անել կամ կարող են անել։ Եվ համապետական կյանքի այդ կյանքի տարբեր ոլորտների ահռելի չափով գործընթացներ եւ անելիքներ մնում է այնուամենայնիվ հանրության ուսերին։ Այնպես որ ինչքան էլ մարդը մտածի, որ դե լավ իմ մասնակցությունը ինչ է որոշելու, որ միևնույնն է, այնտեղ ովքեր որ գնացել են ձեր փոխարեն կամ քո փոխարեն որոշումներ կայացնելու, նրանք ամեն ինչ չի որ կարան որոշեն ու կարան իրականացնեն եւ հիշեք օլիգարխիայի երկաթե օրենք։ Առնվազն պատվիրակների ընտրությունը եւ նրանց լիազորությունների սահմանների որոշումը մշտապես կախված է հասարակության կամքից։ Հասարակության ուսերին է նաեւ կառավարության եւ պետական մարմինների աշխատանքի գնահատումը ու դրանց հանդեպ համապատասխան վերաբերմունքի արտահայտումը։ Հանրությունը պիտի գնահատի կառավարության աշխատանքը եւ պիտի վերաբերմունք ցույց տա համապատասխան ձևով գոհունակությամբ կամ դժգոհությամբ։ Համակարգը չի կարող արդյունավետ գործել առանց հետադարձ կապի, եւ եթե հանրության մի խումբ զբաղվում է այդ նույն հանրությանը կազմակերպելով, ապա մյուսները պիտի հետևեն հետադարձ կապի անխափան աշխատանքին։ Արդեն սահմանել ենք, որ պետականորեն համախմբումը բնական ինքնըստինքյան գործընթաց չէ եւ պահանջում է որոշակի ջանքեր եւ համակարգող ինստիտուտներ։ Պետությունը բնական երևույթ չէ։ Բնական երևույթ է ցեղը, տոհմը, ընտանիքը։ Բայց պետությունը բնական երևույթ չէ, բնության մեջ դա չի հանդիպում։ Դա մարդկային բանականությունը, ստեղծագործականությունը, քաղաքակրթությունն են ստեղծել պետություն։ Հետևաբար դա բնականորեն ինքնըստինքյան չի կարող ինքնավերականգնվելով գոյություն ունենալ, ինչպես ասենք անտառները, կամ ինչպես ասենք թթվածինը, կամ ինչպես ասենք ջրերը, աղբյուրները։ Հələ հարցել է սրանց որ մասն է ինքնըստինքյան վերականգնվում, որ մասն է արդեն իսկ վտանգված։ Ահա պետությունը մարդկանց կողմից ստեղծված լինելով մշտական մասնակցայնության կարիք ունի, ներդրումների եւ աշխատանքի ջանքի կարիք ունի։ Այդ համակարգող ինստիտուտներից այդ համակարգող ինստիտուտներից է նաեւ քաղաքացու ինստիտուտը։ Այդ ինչ հիմա լսեցիք, սա քաղաքագիտության մեջ նորարարություն է։ Իրավացիա, իմաստունա, խելացիա, բայց նորարարություն է։ Քաղաքացու ինստիտուտը։ Սովորաբար ինստիտուտը լինում է բազմանդամ։ Սովորաբար ինստիտուտները դրանք այնուամենայնիվ հարաբերություններ են կարգավորում։ Մի հոգին ինստիտուտ է, միայն քաղաքացու կերպարում, երբ որ այլ քաղաքացիների հետ ենթադրվում է, հարաբերությունների մեջ է։ Եվ քաղաքացու ինստիտուտը հեսա կբացատրենք որն է։ Քաղաքացին այն անհատն է, ով այլոց հետ գնացել է քաղաքական համագործակցության, պետականորեն կազմակերպվելով։ Քաղաքացին այն անհատն է, որ այլոց հետ գնացել է քաղաքական համագործակցության, պետականորեն կազմակերպվելով։ Ահա դա քաղաքացին է։ Քաղաքացիությունը ենթադրում է միասնական կանոններով միասնական խաղի մասնակցություն։ Քաղաքական իրավունքները, այսինքն իշխանություն ընտրելը, որպես իշխանավոր ընտրվելը, թափանցիկ եւ հաշվետվողական կառավարում պահանջելը, քաղաքական նախաձեռնություններով հանդես գալը, վերջին հաշվով բռնակալությանը դիմադրելու իրավունքը պարզապես բարեմաղթանքներ չեն։ Դրանցով անհատը դառնում է քաղաքացի, իսկ քաղաքացիությունը դառնում է քաղաքական ինստիտուտ։ Քաղաքական իրավունքները ոչ միայն արտոնություններ են,
այլև որոշում կայացնելու եւ այդ որոշումն իրացնելու մանդատ, այսինքն իշխանություն։ Քաղաքացու ինստիտուտը ոչ միայն իրավունք է, այլև մանդատ, իշխանություն։ Քաղաքացին հպատակ չէ, ով անվերապահ սպառում է վերադաս որոշումները։ Քաղաքացին նաև լոկ բնակիչ չէ, ով հյուրի կարգավիճակով ապրում է հանրության ստեղծած սոցիալ-քաղաքական միջավայրում։ Պատմական անցյալում քաղաքական իրավունքները եւ դրանցից բխող իշխանությունը բաշխված է եղել տարբեր կերպ։ Եղել են ժամանակներ, երբ դրանք եղել են բացարձակ միապետերի մենաշնորհը, ավելի հաճախ ազնվականության արտոնությունը ու որոշումների կայացման իրավունքից եւ պատասխանատվությունից օտարված են եղել բոլոր նրանք, ովքեր չեն պատկանել ազնվականության դասին։ Երբեմն բացահայտ կամ ծածուկ քաղաքական իրավունքները վերապահված են եղել արտաքին գերտերություններին, այսինքն դրսից են թելադրվել։ Ժամանակի ընթացքում հեղափոխությունների, քաղաքացիական պատերազմների, սոցիալական եւ քաղաքական բազում ցնցումների արդյունքում ձևավորվել է քաղաքացիության ինստիտուտը, որին իրեն հատուկ քաղաքական իրավունքներով եւ պատասխանատվությամբ։ Քաղաքական իրավունքները դրանք մի օրում հանկարծակի չեն եղել։ Դրանք տես չի, որ մեր պես, մեր սերնդի պես ծնվել ենք ու արդեն ունենք ընտրելու իրավունք, ընտրվելու իրավունք։ Ինչպես իմ ընկեր Խաչիկն է ասում, տոննաներով արուն է թափվել, որպեսզի մարդը, շարքային մարդը, լորդերի տանը չծնված մարդը, արքաների տոհմային արյուն չունեցող շարքային մարդը ունենա ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Այդ իրավունքի համար ազգերն ու պետությունները տոննաներով արյուն են հեղել։ Անմնացորդ զոհաբերությունների են գնացել։ Եվ այսօր մենք այսպես, հենց այնպես ծնվել ենք ու ունենք քաղաքական իրավունքներ։ Ու մեզ թվում է դե ինչա որ։ Այսօր էլ չեմ գնա ընտրությունների։ Այդ քաղաքականությունը կեղտոտ բան է, ես տեխնատություն չեմ ներկայացնի։ Քաղաքականությունը պոռնկություն է։ Հումանիտար գիտություններում կա տնտեսագիտությունից եկած մի հայեցակարգ, որ կոչվում է Անտոմս ուղևորի խնդիրը կամ Free Rider Problem։ Անտոմս ուղևորը նա է, ով օգտվում է ընդհանուր բարիքից, սակայն դրա ստեղծմանը չի մասնակցում։ Ամերիկացի տնտեսագետ, քաղաքագետ Մանկուր Օլսոնը 1965 թվականին իր կոլեկտիվ գործողության տրամաբանությունը գրքում համակարգված կերպով ներկայացրել է այս խնդիրը։ Նա փաստել է, որ ռացիոնալ եւ սեփական շահով առաջնորդվող անհատները հակված չեն գործել հանուն խմբային շահի, եթե խումբը մեծ է, միլիոնանոց է, ինչպես մեր դեպքում, մեր երկրի ազգի դեպքում։ Անտոմս ուղևորի վարքագիծը դրսևորվում է այնտեղ, որտեղ անհատը գիտակցում է, որ իր փոքր ներդրումը չի փոխի բարիքի ստեղծման հավանականությունը, բայց ստեղծվելու դեպքում, այդ բարիքի ստեղծվելու դեպքում, ինքը միևնույն է կօգտվի դրանից։ Օրինակ, մարդը հարկ չի մուծում, ինքը գիտի, մեկ է, մուծի չմուծի, բանակ լինելու է։ Չգիտեմ, քաղաքականությանը չի մասնակցում, ընտրություններին չի ասում, դե մեկ է էլի, ով փալան մենք էշ, ով էշ մենք փալան, մեկը կդառնա իշխանություն։ Մարդը չի ուզում ոստիկանություն ստեղծի նորմալ եւ այդ ոստիկանությանը վերահսկի եւ այդ ոստիկանությանը օգնի, որպեսզի լինի իրավապահություն, որովհետեւ ինքը գործ տվող չի։ Բայց մեկ է, ոստիկանության կամ իրավապահ համակարգը հանցագործությունների դեմ երբ որ պայքարում է, եթե պայքարում է, նորմալ է պայքարում, ապա այդ բարիքից օգտվում է նաեւ նա, ով չի ուզում ոստիկանություն ունենա կամ ոստիկանություն ստեղծի կամ ոստիկանության հետ համագործակցի։ Ահա այս пассивությունը վերջին հաշվով, եթե առաջ անցնելով տեքստը, առաջ անցնելով ասեմ, բերում է այս մեր իրավապահ համակարգին, ինչու,
որտեղ ոչ ոք չի ուզում ներդրում ունենա հանրային բարիքի ստեղծման համար։ Ինչի՞ չունենք նորմալ դատական համակարգ, դա հանրային բարիք է, մենք չենք ուզում ունենանք, մենք չենք ուզում ջանք տապենք, ուզում ենք ունենանք, բայց մուֆտ է, ձրի, մի էշը գա, արդար մեկը գա, իր բանու գործը թողի, գնա քաղաքականություն անի, պայքարի հանուն արդարության, ազատության, պետականաշինության, իրանք ընդ իրանց մասնավոր գործը առաջ գցեն։ Ավելի շուստրիները հենց իրենց մասնավոր գործը էսենց են առաջ գցում, մտնում են պետական ապարատ, սկսում են պետությունը ծառայեցնել իրենց։ Այս խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ առկա է մի ընդհանուր բարիք, օրինակ ազգային անվտանգություն, փողոցային լուսավորություն, դեմոկրատական ընտրություններ, օրինակ, որից օգտվում են բոլորը։ Հնարավոր չէ մարդկանց արգելել օգտվել այդ բարիքից, նույնիսկ եթե նրանք չեն վճարել կամ ներդրում չեն արել դրա համար։ Արդյունքում ռացիոնալ անհատը, ով որ ռոմանտիկ պակասավոր չի, ռացիոնալ է, իր խերն ու շառը գիտի, թարգմանեմ էլի այդ ռացիոնալ բառը։ Արդյունքում ռացիոնալ անհատը նախընտրում է չվճարել, հուսալով, որ ուրիշները կվճարեն իր փոխարեն։ Եթե այսպես մտածեն շատերը, ապա հանրային բարիքի ստեղծումը վտանգվում է։ Ով մենք լավ գիտենք, որ երբեք սա այսպես են մտածում շատերը, հանրային բարիքի ստեղծումը մենք լավ գիտենք, մենք մաշկի վրա գիտենք։ Բայց էլի ուզում են մի հոգի ընտրեն, մի հոգի, մի սուրբ, մի առաջնորդ, մի ուժեղ մեկը, մի արդար մեկը, որ կգա այս մուֆտը ջիների համար երկիր կստեղծի։ Հանրային բարիք կստեղծի, անվտանգություն կստեղծի, դեմոկրատիա կստեղծի։ Մեկը գա անի, իրանք չեն ուզում անեն։ Իրանք ուզում են մենակ մուֆտեն։ Էսի մուֆտաջիների մասին է Անտոն Սուղևորի խնդիր, փիլիսոփայության մեջ այդպես է կոչվում, քաղաքագիտության մեջ եւ տնտեսագիտության մեջ։ Բայց հայերս խո գիտենք այդ ինչի մասին է։ Ու դարձյալ բախվում ենք մեծ խմբերի խնդրին։ Ամենակարևորը ստե գիտեք ինչ է, որ մեծ խմբերի մասին ենք խոսում, իսկ ազգը պետությունը դա մեծ խմբերի մասին է, մեծ խմբերի հաշվարկ է, մեծ խմբերում կան որոշակի հակումներ, միտումներ, որոնք անխուսափ են, եւ սրա դեմ պիտի կամ սրանց կողմնակի ազդեցությունների դեմ պիտի մենք կոմպենսացիաներ մտածենք, որպեսզի ունենանք պետություն, նորմալ պետություն։ Եթե այս գործոնները մենք հաշվի չենք առնում, մենք ուղղակի պետություն չենք ունենալու։ Ու դարձյալ բախվում ենք մեծ խմբերի խնդրին։ Կարևոր է հասկանալ, որ համախմբման արդյունավետությունը կախված է համակարգման կառուցվածքից եւ կառավարող մեխանիզմներից, ոչ թե մարդկանց կենսաբանական կամ սոցիալական բնույթից, ինչը վերջին հաշվով անփոփոխ է։ Վերջին հաշվով մարդը որպես կենսաբանական եւ որպես սոցիալական էակ նույնն է։ Ըստ էության բոլոր ժողովուրդներն էլ ունեն համանման առավելություններ եւ թերություններ, ինչ որ մի հատկություն ավել պակաս։ Ամբողջ խնդիրը դա համակարգման կառուցվածքն ու կարգավորող մեխանիզմներն են։ Եթե չկա այս մեխանիզմները, ինչքան ուզում է լավ ժողովուրդ լինի, երկիրը երկիր չի դառնա։ Եթե կան այս մեխանիզմները, ինչքան էլ ուզում է ամպերքների հավաքածու լինի, վերջին հաշվով մեխանիզմները, համակարգերը այդ ամպերքներից կստանան էֆեկտիվ աշխատող համակարգ, որոնցից բարձրագույնը, ինչպես արդեն ասել ենք, պետությունն է։ Անարդարության պատճառը ոչ թե վատ մարդիկ են անարդարության պատճառը, այլ վատ նախագծված եւ վատ աշխատող ինստիտուտները, որոնք հաշվի չեն առնում միլիոնանոց համախմբման առանձնահատկությունները։ Մանկուր Օլսոնը խնդրի լուծման համար առաջարկում է սելեկտիվ խթաններ, այսինքն անհատական խրախուսման կամ անհատական պատժի մեխանիզմներ, եւ խմբի կառուցվածքային փոփոխություններ, մեծ խմբերը բաժանել ենթախմբերի, որտեղ հանրային պարսավանքի եւ գովասանքի ինստիտուտը որպես ոչ նյութական խթան կգործի առավել արդյունավետ։ Ինչ է ասում Օլսոնը։ Ասում է մեծ խումբը բաժանի համայնքները ավելի փոքր համայնքների։ Պետության մեջ ձևավորի այսպիսի կառուցվածքներ, օրինակ, թաղեր, գյուղեր, մասնագիտական համայնքներ, համքարություններ, չգիտեմ, արմիություններ,
կոլեկտիվ խմբեր, ակումբներ տարբեր, ընդհանուր շահերով կամ հոբիով միացած մարդիկ, բաժանի հանրությունը որոշակի խմբերի, այսինքն ռասիպնոյ միլիցիա իրար վրա 3 միլիոն ժողովուրդ, բաժանի որոշակի խմբերի եւ արդեն փոքր խմբերի դեպքում մենք հիշում ենք, որ մարդիկ ավելի մեծ մասնակցայնություն ունեն եւ կա խրախուսանքի եւ պարսավանքի, բարոյական խրախուսանքի եւ պարսավանքի խթանները, երբ որ համայնքը փոքր է, բոլորը բոլորին ճանաչում են, բոլորը բոլորին շնորհակալություն են հայտնում, երբ որ նա մասնակցում է հանրային բարիքի ստեղծմանը, կամ բոլորը բոլորին կարող են ամոթանք տալ, եթե ինչ-որ մեկը չի մասնակցում հանրային բարիքի ստեղծմանը։ Իսկ եթե դու քանդում ես այս համակարգերը, ամեն ինչ տանում դնում ես կառավարության տակ, որը չի ճանաչում ով մասնակցեց, ով չմասնակցեց, ում շնորհակալություն հայտնի, ում հանդիմանի, կառավարությունը իրանց շներին օգուտ բանը շնորհակալությունը հայտնում ու խրախուսում է եւ շատ անմեղ մարդկանց եթե չի էլ հանդիմանում, ապա անտարբերության է մատնում, որովհետեւ այդպիսին է 3 միլիոնանոց համախմբումը։ Այլ կերպ չի կարա լինի, ով ուզում է լինի ղեկավար, ովքեր ուզում են լինեն առաջնորդող խումբ, հանրությունը 3 միլիոնանոց համակարգը, մինչև առանձին բլոկների չբաժանվեց, որտեղ մարդիկ իրար ճանաչում են։ Եվ փոխազդեցությունը նրանց ավելի անձնական է, հիշենք սոցիալական կապիտալի մեջ ուժեղ կապերը։ Մինչև այս չձևավորվի, Անտոմս ուղևորի խնդիրը չի լուծվելու։ Շարունակենք։ Ուրեմն Օրսոնի տեսության մեջ անանունություն էս կարևոր մի ուրիշ հարց է, անանուն լինել, անոնիմ լինել։ Անանունությունը առանցքային գործոն է, որը բացատրում է, թե ինչու են մեծ խմբերը ձախողում այնտեղ, որտեղ փոքր խմբերը հաջողում են։ Անանունությունը Օրսոնի համար ոչ թե պարզապես անհայտ լինելն է, այլ ռազմավարական անտեսանելիություն։ Մեծ խմբերում անհատը գիտակցում է, որ իր մասնակցությունը կամ դրա բացակայությունը անանուն է մնալու։ Այսինքն արդյունքի տեսանկյունից էական չի, ոչինչ չի ասելու իրան, ոչ լավը, ոչ վատը, անանուն է մնալու իր մասնակցությունը։ Արդյունքի տեսանկյունից դա իրեն ոչինչ չի տալիս, այսպես ասած։ Օրինակ, եթե մեկը չի քվեարկում օրենսդրական փոփոխության համար, դրանից օրենքի ընդունումն իր պատճառով չի ձախողվում։ Անհատը դառնում է անանուն Անտոմս ուղևոր, քանի որ նրա ներդրման չափը մաթեմատիկորեն մոտ է 0-ի ընդհանուրի համեմատ։ Մեծ խմբերում անանուն մնալը պաշտպանում է անհատին խմբային բարոյական ճնշումից։ Եթե խմբի անդամները միմյանց չեն ճանաչում, նրանք չեն կարող թիրախավորել կամ ամոթանքի ենթարկել նրանց, ովքեր չեն մասնակցում կոլեկտիվ գործողությանը։ Սոցիալական սանկցիաները, պատժամիջոցները սոցիալական, որոնք կոլեկտիվ գործողության շարժիչ ուժն են, անանունության պայմաններում, անանունության պայմաններում դադարում են գործել։ 50% ազգի չմասնակցի, ընտրողների 50% չմասնակցի ընտրություններին, մեկ է իշխանությունը ձևավորվում է։ Սա է անանունությունը որպես Անտոմս ուղևոր լինելու խթան։ Փոքր խմբերում իրավիճակը հակառակն է։ Մարդիկ անանուն չեն, նրանց քայլերը տեսանելի են մասնակիցների կողմից, ինչը թույլ է տալիս կիրառել սոցիալական խթաններ, հարգանք, հեղինակություն կամ հակառակը, պարսավանք։ Փոքր խմբերում մասնակցությունն արժանանում է գովասանքի եւ բարձր է գնահատվում որպես խրախուսող խթան, իսկ մասնակցայնությունից հրաժարվելը քննադատվում է որպես պատժիչ խթան։ Բացի այդ, խմբի չափերը փոխում են նաև մոնիտորինգի ծախսատարությունը։ Մոնիտորինգ այսինքն որպես տենաս ով մասնակցեց, ով չմասնակցեց, ով ներդրում արեց, ով ներդրում չարեց։ Անանունությունը մեծացնում է վերահսկողության ծախսերը, որքան մեծ է խումբը եւ որքան անանուն են դրա անդամները, այնքան թանկ է կազմակերպության համար պարզել, թե ով է կատարում իր ներդրումները եւ ով ոչ։ Օրսոնի համոզմամբ մեծ խմբերում անանունությունը հաղթահարելու միակ միջոցը հարկադրանքն է, մեծ խմբերում։ Եթե փոքր խմբերի չի բաժանվում, ելի ասեցի, թվարկեցի, մոռացա եկեղեցիները, հա, եկեղեցական համայնքները, դրանք էլ են փոքր խմբային կառուցվածքներ։ Ահա եթե այդպիսի կառուցված չի, խումբը այնուամենայնիվ մեծ է, ապա այդ անանունությունը հաղթահարելու միակ միջոցը հարկադրանքն է։
Ինչպես օրինակ պարտադիր մասնակցությունը, քանի որ կամավոր հիմունքներով անհնար է վերահսկել անանուն զանգվածին։ Տիպիկ օրինակ բանակում պարտադիր ծառայելը։ Ուղղակի պարտադիր է։ Չես սպասում այդ մարդը իր խելքով, իր մտքով կասի, որ ես գնամ ծառայեմ բանակում։ Ինչպես հարկերը, պարտադիր է։ Չես սպասում այդ մարդու սրտով ինչքան է անցնում տա։ Ասում եմ, այսքան պետք է տաս ու վերջ, այսքան տոկոսը եկամտիդ պետք է տաս ու վերջ։ Այսինքն այս բանակի եւ հարկերի օրինակով կարելի է հատեցնել, թե ոնց է պարտադիրությունը լուծում է հարցը։ Մարդկանց կամավորությանը չթողնելով։ Այդպես է նաեւ այլ հանրային բարիքների ստեղծման մասնակցայնությունը եւ ներդրումներ ունենալու ուրեմն ակտը, գործողությունը։ Փոքր խմբերում առանց պարտադրանքի համակարգը բարոյական նորմերով ինքնավերահսկվում է։ Այդ փոքր խմբերում առանց պարտադրանքի է հնարավոր, բարոյական նորմերն են կարգավորիչ։ Մեծ խմբերում բարոյական նորմերը չեն աշխատում։ Բարոյական ձգողականությունը գրավիտացիան չի հերիքում։ Եվ այսպիսով ավարտում ենք արդեն։ Այսպիսով փոքր խմբերում անանունությունը բացակայում է։ Յուրաքանչյուր անդամի ներդրումը տեսանելի է եւ էական։ Եթե անդամներից մեկը դրսևորում է անտոմս ուղևորի վարքագիծ, դա անմիջապես նկատվում է մյուսների կողմից, ինչը հանգեցնում է սոցիալական պատժամիջոցների կամ բարիքի ստեղծման ձախողման։ Այսինքն, այս ձախողումը ինչի մասին է։ Եթե նույնիսկ մարդիկ չմասնակցողներին չեն հանդիմանում, արդյունքում արագ իրաց փոքր խմբով տկատն է, որ այս փոքր բարիքը, բայց եւ այնպես համայնքային տուժում է, պակասում է։ Էդի նրանից չի ուզում, այ կառավարությունն է վատ, որ մենք չունենք այս փոքր բարիքը։ Տեր ելնեիք ձեր բարիքին։ Կառավարությունը ընդ է դուք ստեղ, բարիքն էլ ստեղ։ Իսկ արդեն մենք գալիս ենք համայնքային բարիքին, օրինակ արոտավայր։ Օրինակ արոտավայր։ Ենթադրենք թողում է համայնքը, որ ամեն տարի այդտեղ տավար են արածում, բերում են ոչխար ու այծ են արածացնում։ Մեկը բերում արածացնում է։ Եթե համայնքը թողեց դա, ասես դե լավ արածացնում են, մի քանիսը բողոքում են, գնում են, գալմաղալ են անում են, մնացածն ասում են, այ մարդ դե լավ, հա, մեզ ինչ հետաքրքիր է։ Սեզոնի վերջ արդեն այդ արոտավայրը գոյություն չունի տավարի համար, այն դեպքում որ տավարի համար հերիքացնում էր։ Օրինակ եմ ես sense մի բերում, բազմաթիվ որ նույնը անտառին կարելի է վերագրել։ Անտառները կտրտում են, փրթում են անտառը։ Ու հանրությունը пассивություն է դրսևորում, չէ դու տեր կանգնում, որ այինք չափ կա, սահման կա, կարգ կա, ձև կա։ Եվ մի օր տենում է, որ անտառը ինքնա վերականգնող իր կարողություններով չի հասցնում վերականգնվի այնքան ինտենսիվ, որքան ինտենսիվ կոտորում են անտառը։ Այսինքն փոքր համայնքները վերջ առաջ իրանց չմասնակցայնության համար, եթե նույնիսկ պատիժ չեն կրում ներքին կարգ ու կանոնով, զրկվում են այդ բարիքից ու տեսնում են։ Ոնց մի օր անտառը, որ իրանց եզրին էր գյուղի, գնացի հասելա եսին որտեղ։ Անտառը, որտեղ այսքան կենդանիներ կային, հիմա չկա։ Ենթադրենք։ Այսպես կարելի է բազմաթիվ օրինակներ գտնել, փողոցային լուսավորություն եւ այլ եւ այլ։ Հետևաբար փոքր խմբերում հավաքական շահը հաճախ իրացվում է առանց լրացուցիչ հարկադրանքի։ Մեծ խմբերում անհատը գտնվում է կատարյալ անանունության պայմաններում եւ գիտակցում է, որ իր ներդրումը կամ դրա բացակայությունը չի ազդելու ընդհանուր արդյունքի վրա։ Անանուն միջավայրում սոցիալական նորմերը, ամոթ, պատիվ, համերաշխություն կորցնում են իրենց զսպող ուժը, քանի որ չկա անձնավորված վերահսկողություն։ Վերադառնալով օլիգարխիայի երկաթե օրենքին, կարող ենք նկատել, որ օլիգարխիան ուշադիր, որպես մեկուսացած փոքր խումբ, առավել արդյունավետ է վերահսկում իր ներսում հայտնվող անտոմս ուղևորներին եւ ավելի հեշտ է կառավարում նման վարքագծի բացառումը, մինչդեռ հասարակության լայն շերտերում անտոմս ուղևոր առանց տոմսի երթևեկելը ռացիոնալ ընտրություն է կամ նպատակահարմարություն։ Օլիգարխիան փոքր համայնքը։ Այդ փոքր լինելով ինքը ավելի լավ է վերահսկում իր միջի գլուխ պահողներին, անտոմս ուղևորներին։
Ահա թե ինչու օլիգարխիան ավելի զորավոր է, քան թե 3 միլիոնանոց անկազմակերպ համայնքը, որի կեսից ավելին անտոմս ուղևոր են։ Իսկ մյուս կեսը չի էլ կարում վերահսկի այդ անտոմս ուղևորներին։ Ահա թե ինչի փոքրաթիվ օլիգարխիա եւ միլիոնանոց ժողովրդի մրցակցության մեջ հաղթում է օլիգարխիան, որովհետև նա լավ է կազմակերպված, որովհետև նա թույլ չի տալ իր մեջ անտոմս ուղևորներ, որովհետև դաժան պատժում է բոլոր նրանց, ովքեր իր օլիգարխիայի կանոններով իրենց ներսում դառնում են անտոմս ուղևոր։ Պատկերացրիք ինչի մասին է սա։ Մենք կարող ենք էլի շարունակել այդպես ազգային փառքով 3 միլիոնանոց, բայց անկազմակերպ։ Չի օգնի դա ոչ մի արդյունք չի տա։ Մինչև մենք չկարողանանք վերահսկել անտոմս ուղևորի խնդիրը, չկարողանանք լուծել այս խնդիրը։ Ավելին, միլիոնանոց համախմբան ներսում մեկուսացած եւ լավ կազմակերպված այնպիսի խմբեր, ինչպիսիք են օլիգարխիան, կազմակերպված հանցավոր միավորները, գաղտնի կազմակերպությունները, իրենք են դառնում խմբային անտոմս ուղևոր պետության ներսում այլոց հաշվին, սպասարկելով իրենց նեղ խմբային շահերը։ Նրանք ավելի հեշտ են հաղթահարում Դանբարի թվի եւ Ջոնսոնի մասշտաբի լարվածության սահմանափակումները, օգտագործում են ավելի կոշտ հիերարխիկ մոդելներ, ավելի արդյունավետ կազմակերպվելով, քան հասարակությունը։ Հետևաբար, պետականորեն կազմակերպվող հանրությունները հատուկ ուշադրություն պիտի դարձնեն անտոմս ուղևորներին, նրանց թե անհատական, թե խմբակային դրսևորումներում։ Թերևս սրանից ավել պետք չի շարունակել, հիմնադիր կետեմ կայքում ամբողջական տեքստը դրված է։ Խնդրում եմ, կարդացեք, տարածեք, խոսեք սրա մասին, ընդամենը մի գլուխ կարդացեք։ Լրիվ 65 էջ է, մեծ այսպես շրիֆտով էլ գրած։ Ընդամենը մի գլուխ կարդացեք, օրը մի էջ կարդացեք, այս 65 էջը ամբողջ տարվա մեջ կարդացեք, բայց անպայման կարդացեք։ Սա այն պարտադիր կետերն են, պարտադիր խնդիրներն են, որոնք հաղթահարելուց կամ որոնք հաղթահարելով միայն մենք կարող ենք պետականորեն կազմակերպվել եւ ունենալ մեր ուզած պետությունը։ Իսկ այն մնացած խոստումները նրա համար են, որ ընդամենը մի գիշերով տանեն ու իրանց հարցերը լուծեն, պահանջմունքները բավարարեն, հետո շպրտեն ժողովրդին էլ, երկիրն էլ։ Եղավ, մի քիչ քթածակով եղեք էլի, մի քիչ տեսեք էլի, որ եկել են ձեր դուռը, նոր, ինչի են հիմա եկել, որովհետև հիմա է այդ գիշերը, մի գիշեր պիտի իրանց ուզածն անեն, հետո 5 տարով, հետո էլի կգան մի քանի ամիս ձեր դուռը, ժողովուրդ ջան, մենք ինքներս մի քիչ պետք է հասուն լինենք, որպեսզի ունենանք պետականություն, ձրի դա մեզ ոչ ոք չի տա։ Հենց այնպես դա մեզ ոչ ոք չի տա։ Հատկապես քաղաքական գործիչներին խնդրում եմ կարդացեք այս նյութը։ Ինչքան է ձեզ պրիմիտիվ թվա, ինչքան է ձեր էգոն վիրավորվի, ձեր նախանձը ձեզի քրքրի, կարդացեք այս գիրքը։ Հայ քաղաքական միտքը 30 տարվա ընթացքում որքան որ ինձ է հայտնի, գոնե հրապարակային այսպիսի նյութ չի տվել դեռ։ Հրապարակային այսպիսի նյութ չի եղել, վերցեք, կարդացեք։ Հուսամ առաջիկայում եւ սա նոր ստանդարտ ու նոր մակարդակ կդառնա քաղաքական մտքի եւ քաղաքական խոսույթի։ Թերևս այսքան, շնորհակալություն ուշադրության համար, հաջորդ գլուխը իշխանությունն է, սա ամենակարևոր գլուխն է, իշխանություն, գլուխ 6-րդ։ Ամենակարևոր գլուխն է եւ բավականին էլ երկար է, 7 էջ է կարծեմ։ Հաջորդ գլուխը դրա մասին ենք խոսելու, ժամանակ գտնեմ դա էլ կներկայացնեմ։ Բարի գիշեր ձեզ։